Ողջույն սիրելիներս, ձեզ եմ ուզում ներկայացնել շատ գեղեցիկ ձուն ներկելու մի քանի տարբերակ։ Ուրեմն կարճ տեսանյութեր միացրել եմ իրար և պատրաստել եմ մեկ տեսահոլովակ։ Ներկված ձվերի բոլոր տարբերակները իմ ալիքում կա, տեսանյութերի հղումները կտեղադրեմ նկարագրության բաժնում, բայց այստեղ կներկայացնեմ, այս տեսանյութում կներկայացնեմ միայն այս մարմարե ձվերի պատրաստման ընթացքը։ Ուրեմն մեզ հարկավոր է այս տեսակ ձուն ներկելու համար սոխի կեղև, ինչպես տեսնում եք մուգ կարմիր կեղևը չի, բաց գույնն է, այսինքն դրանով էլ են լինում, մկրատով լավ մանրեցնում ենք, ինչքան մանր այդքան գեղեցիկ է ստացվում վրայի նախշերը, ձուն թռչում ենք ջրով, սոխի կեղևի մեջ ենք թաթախում, հետո մարլայով կամ բնտով կապում ենք, թելով ամրացնում, որպեսզի կապը չքանդվի և տեղափոխում ենք այն ամանի մեջ, որտեղ որ պետք է եփենք ձուն, ինչքան որ դուք կցանկանաք այդքան փաթաթում եք, դնում եք կաթսայի մեջ, իրենից մի փոքր ավել ջուր եք լցնում, որպեսզի ձուն եփի 10 րոպե, բավական է հենց այդ 10 րոպեն, մի քիչ աղ եք ավելացնում, որպեսզի ձվերը չճաքեն և ավելացնում եք այս զմրուխտե կանաչը, այսինքն ժողովրդի լեզվով ասած ռուսերեն տարբերակը զելյոնկան։ Զելյոնկան բոլոր դեղատներում էլ վաճառվում է, շատերն ասում են, որ վայ վտանգավոր է, բայց պետք է նշեմ, չէ որ մարմնի վրա երբ վերքեր են լինում, հենց զելյոնկայով են մշակում, այսինքն այն վնասակար չի, նույնը կարելի է նաև այսպես ձվերը ներկել, եթե հանկարծ ձվի ներսն էլ ճաքի և անցնի, դա վնասակար չէ։ Մի խոսքով 10 րոպե էփելուց հետո տեսեք ինչքան սիրուն է, շատ հետաքրքիր նախշ է, ոնց որ մարմարից լինի ձուն, ես շատ եմ հավանել հենց այս տարբերակը, այսպես մարլյաները վրայից հեռացնում ենք հատ-հատ և կարող եք նաև լվանալ, լվանում եք և մի փոքր բամբակը թռչում եք բուսայուղի մեջ ու փայլեցնում եք ձվերը։ Փորձեք սիրելիներս, միգուցե հին տարբերակ է, այսինքն նոր տարբերակներ ավելի շատ են դուրս եկել, ավելի շատ են ցույց տվել, բայց այս տարբերակն էլ է գեղեցիկ, միգուցե չեք էլ տեսել, իմ տեսանյութը պատահական կհայտնվի ձեր էջում, կտեսնեք ու կկրկնեք։ Պետք է նշեմ, բոլորս էլ գիտենք, որ սուրբզատիկի ձուն անպայման ներկում են սոխի կեղևով կամ տորոնի արմատով կամ բազուկի ջրով, հաճելի է նաև զանազան գույներով ու փայլերով ներկված ձվերը, սա ես ներկել եմ պոտալով, ռուսերեն տարբերակը պոտալն է, հայկական տարբերակը արհեստական ոսկու փաթիլ է կոչվում, արտիկուլը կտեղադրեմ նկարագրության բաժնում, այստեղ շշի վրա ցանած ցորենն է, քրքումով ներկած ձվերը, տերևով ձևավորած, վարդագույն տարբերակը բրնձի մեջ դրած ներկված ձուն է, իսկ այստեղ էլ նոր ցորենի ցանելու տարբերակ է, գեղեցկացնելու տարբերակ է, որը ձևավորում են, ծաղկած տեսք են տալիս սպիտակաձավարով։ Մի խոսքով սիրելիներս, հղումները կդնեմ ներքևում, կարող եք բոլոր տեսանյութերից էլ օգտվել, ինչու չէ, կարող եք նաև այս գեղեցիկ ծառը ինքներդ զարդարել, հալեցրած մոմով ծաղիկները պատրաստել և ավելի տոնական դարձնել ձեր սուրբզատիկի սեղանը։